Մենք ձեզ հարց ունենք, էլի։ Դուք ասացիք, որ սպասվեք տեմպով դեպի տեսախցիկները, պատկան մարմինների պատասխանին եք սպասում, նախ ուզում եմ հասկանալ ում եք ձեր բողոքը փոխանցելով պետք է ձեզ պատասխանի։ Բողոքը փոխանցելու միջոցներ շատ կան։ Կոնկրետ ում հետ եք կապի մեջ։ Որ շնորհակալություն հայտնելու ոչ մի բան չկա։ Եվ մենք մեր կարծիքը արտահայտելու Կարող ես խանգարումա տեղափոխել։ Խնդրում եմ թող այդ մնա մեր գաղտնիքը, թե ում միջոցով ես կարող եմ կապվել եւ չկապվել։ Մենք որևէ պաշտոնատար անձի չենք թիրախավորում, մենք սպասում ենք լիազոր մարմնի արձագանքի։ Լիազոր մարմինը ով կլինի, մեր համար տարբերություն չկա։ Շատ լավ, ինչի համար եմ հետաքրքրվում։ Եթե կուզեք, ես նորից ներկայացնեմ մեր պահանջը, ինչ ենք մենք պահանջել։ Ներողություն եմ խնդրում, ինչի համար եմ հարցնում ում հետ եք կապի մեջ, որովհետև տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանում է տարածել եւ նշել է, որ մի շարք հանդիպումներ են ունեցել ձեր հետ եւ խնդրի լուծման մի շարք տարբերակներ են ներկայացել եւ հիմա ձեր գործողությունները իրենք որակում են որպես ապակառուցողական։ Ես այդ հայտարարությանը ծանոթ չեմ, ես շատ վրդովվեցի այդ հայտարարությամբ, որովհետև ինչը որ մենք հիմա ստե ասում ենք, նաև ասվել է իրենց առջև եւ իրենց աչքերին նայելով։ Ես զարմանում եմ նման հայտարարություն տարածելու համար, ինչը նշանակում տարբեր միջոցներ առաջարկել ենք։ Մենք տարբեր միջոցներին դեմ ենք եղել եւ իրենք պետք է շարժվեն յուրապես եւ յուրօրինակ համայնքի շահերով։ Մենք ներկայացրել ենք համայնքի շահը եւ ասել ենք մեր պահանջը։ Իսկ եթե նրանք պահանջում են դա ապակառուցողական, ապա ես ներեցեք ասեմ, որ ապակառուցողականը հենց իրենք են, որոնք բարձրացնում են ժողովրդական ցասում, ես չգիտեմ ինչ նպատակներով։ Հիմա ձեր գործողությունները որոնք են լինելու, ըստ էության պաշտոնական պատասխան պարզաբանում եք դուք ստացել։ Ոչ մի պաշտոնական պարզաբանում չկա, եթե կա, դա պաշտոնական պարզաբանում չէ, դա հայտարարություն է ուղղակի։ Պաշտոնական կառույց է, գերատեսչություն է, որը զբաղվում է հենց այս հարցով։ Դուք իրենց հետ եք գնացել քննարկումների։ Գնացել եք, համաձայնվել ենք իրենց հետ։ Դե դուք ասում եք սպասում ենք պատկան մարմնից պատասխանի, հիմա ուզում եմ Ես ասում եմ, իրենք այո, տարբեր առաջարկություններով հանդես են եկել, բայց մենք այդ առաջարկություններին համաձայնվել ենք։ Ոչ, մենք չենք համաձայնվել իրենց առաջարկություններից եւ ասել ենք, որ մեր պահանջը շատ հստակ է ձևակերպված իմիջայլոց։ Ընդհանրապես հետեւյալը, թողել անփոփոխ այն ամենը, որը որ հիմա կա եւ անցնել կառուցողական դաշտ, համայնքի շահերը հաշվի առնելով հայտարարել նոր փոխադրողի տենդեր, եթե կարիքը կա եւ հաշվի առնել համայնքի շահերը։ Այդ պարագայում մեր տրանսպորտը խնդրում ենք թողել անփոփոխ։ Այդքան հստակ եմ ասում։ Եթե տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ձեր պահանջը հորդորը չի բավարարում, մենք դա ենք ուզում հասկանալ, ձեր պահանջը գործողությունը ո՞րն է։ Իրենք այստեղ ներկայացրել են այդ տարբերակները, որոնք ձեզ առաջարկվել են, փոխադրավարձի նվազեցում, չվացուցակով սահմանված երթերի քանակի ավելացում, Երևանի տրանսպորտին հասանելիություն բնակավայրերին հարող միջպետական ճանապարհից, տրանսպորտային միջոցների թվաքանակի ավելացում եւ Երևան քաղաքում վերջնակետի փոփոխություն։ Իրենց առաջարկած տարբերակները բացառապես չի բխում Քասախ եւ Պրոշան համայնքների ազգաբնակության շահերից, որը որ մենք բարձրաձայնել ենք հենց իրենց հետ եղած ժամանակ։ Ես չեմ հասկանում ինչ է նշանակում առաջարկել են։ Այո, կառաջարկեն շատ բաներ, բայց այդ առաջարկությունը պետքա բխի ժողովրդի շահերից։ Այո, իրենք առաջարկել են տարբեր ձև, ինչ են ասում են տրանսպորտի այդ նոր գալացող տրանսպորտի երթուղին կարճացնենք, գումարը իջացնենք։ Այսինքն այդ ինչ խելամիտ առաջարկ է, հա, ինչը պետք է ընդունենք։ Հիմա ոչ թե նույն իհարկե, այսինքն եթե դու կրճատում ես երթուղին, նաև կրճատում ես գինը, իջացնում ես գինը, դա դրա բարելավումը ո՞րն է։ Տրանսպորտը ավտոբուսից իջացնում նստում ես գազել։ Դրա առավելությունը ո՞րն է։ Մենք ասում ենք տեղաշարժի խնդիր ունեցող
գործողներ կան եւ ֆինանսական լուրջ բեռնում է լինում համայնքի վրա, այդ բոլորը ներկայացրել ենք հատ առ հատ, փաստաթղթերով, գրավոր, ես չեմ հասկանում իրենց դիրքորոշումը խի է այսքան կոշտ, ինչ են նրանք ուզում, ախր մենք շատ չնչին է մեր առաջարկությունը, շատ չնչին է մեր պահանջը, ես այդ չնչին պահանջը չկատարելը մենակ կապում եմ մեկ բանի հետ, ինչ որ մարդկանց պետքա բողոքի ալիքներ ստեղծել հանրապետությունում, որը կգործի իշխանությունների դեմ, ուրիշ բան ես մտածել չեմ կարող այս պարագայում, հասկանում եք։